Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, հավաքվեք, ազիվ ժամանակ եմ գտել, որ մի փոքր ձեզ հետ շփվել, հավաքվեք, ոչ մի հարց չեք ուղղելու, միայն գրելու եք ձեր անունը և տարիքը, որովհետև ես պատրաստվում եմ շատ լուրջ մոտեցում տալ անձանց, ովքեր գրելու են իրենց անունը և տարիքը և ոչ մի հարց։ Սա անակնկալ է։ Շնորհակալություն, Կարինե 45 տարեկան։ Գրեք։ Ինչքան շատ եք լայքում, կիսվում ձեր սիրելիների հետ։ Այնքան ձեզ համար շատ կարևոր աշխատանքներ եք կանխատեսում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Որովհետև այսօր յուրաքանչյուրի համար կարևոր օր է լինելու, ինչու, որովհետև ես պատրաստում եմ շատ լուրջ աշխատանք։ Իսկ ես ինչ ասում եմ, դա կատարում եմ։ Սկսենք, առաջինը ով էր գրել էստեղ մեզ, տեսնենք, ահա, Լիզա 27 տարեկան։ Շնորհակալություն, Լիզա 27 տարեկանը։ Ով է ինչ էներգիաներում է գտնվում, արի տեսնենք, Լիզա ջան։ Լիզա 27 տարեկան։ Դու նեգատիվ կարելի է ասել ներկադրությամբ, միգուցե շուրջդ, շատ բաներ ես տեսնում, տեսանյութերի հետ էլ կապված սենց թերթելով, ինչը քեզ հուզում է, բայց ես տեսնում եմ ինչ-որ մեկի հետ կապված կարոտ, հիասթափություն և կորուստ, շռամ, ոնց որ մնացած լինի քո սրտում, ներկա պահին ես դա եմ տեսնում, ինչպես դու կարող ես այս իրավիճակից դուրս գալ, սկսենք դրանից, հա, քանի որ 5-ը դա 5 թվանշանը փոփոխությունների հետ է կապված, իսկ դու կանգնել ես, չես էլ նայում քո հետևի երկու բաժակներին, որ կարելի է քո կյանքում փոփոխություններ մտցնել, հա, եւ ավելի շատ այդ խնդիրներով է տարված, մելանխոլիկ, տխուր եւ այլը, պետք է հետ նայել մի հատ եւ շուռ գաս, տեսնես այս երկու շանսը, որ կա քո կյանքում, հույսը, ամեն ինչ որ այդքան էլ վատ չի, հա, ինչ բացասական պետքա լիներ, շնորհակալ եմ, պետքա լիներ դու դա պետքա ընդունես, հասկանաս, կյանքի դաս լինի, քննություն լինի եւ փորձես ինչ որ նոր բան փոխել քո կյանքում, որովհետեւ ապրելով այդ կորուստների հետ, չհարմարվելով այդ իրավիճակներին, անընդհատ նեգատիվ, լաց, մտածմունք, ինչ գնացել է, հա, ինչ եղել է, ոչինչ չես կարող հետ բերել, այստեղ պետքա ռադիկալ դու քո մտքերի վրա աշխատես, դու քեզ վրա աշխատես եւ այստեղ քեզ փոխես։ Շնորհակալություն հայտնես այն մարդկանց, ովքեր եղել են քո կյանքում եւ երբեք ոչ մեկին չմեղադրես։ Եթե ունեցել ես խոսքի օրինակ, հա, քո կյանքում ինչ որ մեկը հեռացել է, շնորհակալություն հայտնել նրան, որ նա եղել է քո կյանքում եւ եկել է որպես կյանքի դաս, որովհետեւ դա արարիչն է ուղարկում եւ դու պետք է դա անես, թողնելով անցյալում դաս քաղես եւ փորձես ինքդ քեզ փոխել, հա, փոփոխություններ մտցնել քո կյանքում, դա 5 թվանշանն է ասում։ Էմոցիաներդ մի կողմ դնելով, նեգատիվ մտքերը մի կողմ դնելով, որովհետեւ այստեղ հույս կա, շնորհակալ եմ։ Արի տեսնենք ինչպես կարող ես փոխել դու քո կյանքը, հա։ Լիզա 27 տարեկան, ինչ կարող ես անել փոխելու համար, դեպի լավը։
Дама Пентаклей. Ценить себя. Արժեքավորես քեզ, ռեսուրսներ դնես քեզ վրա, քեզ գնահատես, սիրես։ Այստեղ կա ցածր ինքնագնահատական քեզ մոտ ցավում եմ, բայց դու դա կարող ես անել քեզ, դա ասում է թակուհու Պենտակլյումը, հա, այո, այստեղ նաև ժեստ կա, Թակուհու Պենտակլյումը դա 13-ն է, մեկին երբ, հա, 13, 14-ն է ոնց որ, ոչ, 14-ը, մեկին գումարում ենք 4, դա անում է 5, նախ կառուցողական լինես, մեկը դա դու կարող ես, 4-ը կառուցողական լինես և 5 ենք ստանում, հա քո կյանքը փոխես և դու դա կարող ես անել, քեզ վրա ռեսուրսներ դնելով, քեզ վրա աշխատելով, ոչ մեկից վատը չես դու։ Հիմա հասկանում եք մասնագետը իրական ինչպես է ոչ թե կոդավորում, սենց վախ դնում մարդու մեջ, որ այդ մարդը իր պորտալը բացվի, հա, սնվի, այլ հակառակը, մասնագետը ձեզ ճիշտ ուղու վրա է դնում, այսպես է իրական տարոլոգը աշխատում, սա գովասանք չի, որպեսզի դուք տարբերեք իրական մասնագետներին կոդավորողներից։ Հիմա քանի որ ձեզ խորհուրդ է տալիս, այստեղ լավ շանս ունեք, այո, ռադիկալ փոխելու, օրինակ, ձեր մազերի կտրվածքը, ձեր մտածելակերպը, հա, դուք ումից եք ինչով վատ, սկսենք սրանից, դուք պետք է քեզ այդ հարցը տաս, իսկ ես ումից եմ ինչով վատը, միգուցե ես ավելին արժանի եմ, և սկսես փոփոխություններ մտցնել, ճամփորդել, Կստացի, նոր շրջապատ, լեզուն ես սովորիր, ոչ մի բանի վրա մի ափսոսա, ինչ անում ես քեզ համար։ Արի այստեղ մենք հարց ուղենք, հիմա տեսնենք քո հոգեբանական վիճակը, ինչ վիճակում է գտնվում, հա, խառնենք, սա իմ մետաֆորիկա քարտերից մեկն է, որը ես այսպես խառնում եմ, մի տեղից անում եմ, ինչ վիճակում է գտնվում, նու ես ասում եմ, չէ, շատ ես խորացած ինչ-որ բանի մեջ, այո, քեզ այստեղ պետք է ինչ հետքել, որ ով էլ լինի, թողնի, դու պետք է չնստես սպասես, դու պետք է ինքդ սկսես աշխատես քեզ վրա, ինչ է ասում այս քարտը քեզ, հա, ռուսերեն կարծում եմ հասկանում եք, Я живу во Вселенной, осознавая это, Ковокевичакна. Я создаю для себя безопасное пространство. Когда я принимаю то, что я живу во Вселенной, это место навсегда становится для меня домом. А значит, меня везде любят. Меня везде ждут, меня везде рады. Позитив в любом точке пространства. Внутри меня глубокая бездонная вселенная. Вселенная тепло, которое внутри меня. Забочусь о ней, питаю ее, наполняю, дополняю. Вынашиваю, как маленькое дитя, которое нуждается в любви и заботе. Дու կարող ես. Маленькая вселенная внутри меня, тоже дом. Дом моей души, и я берегу его. Я люблю все свое естество и женственность. Այսինքն, այստեղ անգամ ես մեկ քարտով է, հա, պարզ, որ այո, կա այստեղ ցածր ինքնագնահատական ձեզ մոտ։ Դուք պետք է այո, այսպես բարձրացնեք։ Свои линии тела и линии мыслей, свое проявление и желание, и это питает меня. Это делает меня гармоничной. Я чувствую себя, я чувствую свою вселенную. Я чувствую и слышу свой голос, и это усиливает меня. Это состояние навсегда развивает все женские блоки,
Այսինքն բլոկը որն է, որ ասեցի նեգատիվ մտածելակերպ, այս սևը պետքա ձեր գլխից հանեք։ Այդպես մտածելով։ Это состояние навсегда развивает все женские блоки во мне и усиливает меня до уровня галактики. Ведь я жительница этой галактики. Այ ոչ թե իսգույն։ Խորհուրդ քեզ ռունա քարտերից, հա? Տեսնենք իսկ ռունաները ինչ խորհուրդ են տալիս քեզ։ Խորհուրդ ռունաներին մի բարկյան սիրելի հետևորդներ։ Ամենասկիզբը։ Այո, այստեղ խորհուրդ ռունաներին Լիզայի համար։ Ինքան լավ քարտա քեզ համար դուրս եկել, կարծում եմ ես քեզ դնում եմ լավ նոտայի վրա, որպեսզի դու լավատես լինես, արևն է քեզ համար դուրս եղել, միշտ տեսնում ես, արևը միշտ ժպտում է, пусть всегда будет солнце, թող լինի միշտ արև քո կյանքում եւ երբ քեզ ժպտում են, դու էլ ժպտա մարդկանց, քեզ մոտ ամեն ինչ ավելի լավ կարող է լինել հետագայում, եթե զբաղվես քեզանով, քեզ սիրես, ինքնագնահատականդ բարձրացնես, քան դու մտածում ես, քո շուրջ կարող ես հավաքել բավականին արևոտ, հա, մարդկանց, ովքեր քեզ ժպտում են եւ այստեղ միշտ էլ դառը իրադարձություններից հետո արևը, տեսնում ես, բացվում է եւ մարդու կյանքը կարող է լցվել ջերմությամբ, ուրախությամբ, լույսով եւ այլն։ Խորհուրդ է տալիս քեզ արև քարտը լինել լավատես, որովհետեւ դու այդպես քեզ կարող ես կործանել եւ քայքայել։ Հա, սենց ես կարող եմ ասել, ինչու, որովհետեւ արևը միշտ ժպտում է մարդկանց։ Ես կարող եմ քեզ ասել, դու շատ գեղեցիկ ժպիտ ունես, հիմա ես քեզ չեմ տեսնում, բայց այսպես, հա, բայց սենց էներգիան ինձ գալիս է, դու շատ գեղեցիկ ժպիտ ունես, որ մարդիկ կարող է դա նկատեն։ Մեկ-մեկ օգտագործիր քո արևը, հա, քո եսը, քո ժպիտը մարդկանց քո կողմ գրավելու համար, լինելով լավատես։ Եթե տեսնում ես քեզ ժպտում են, դու էլ կարող ես ժպտալ եւ դա հենց ինքը էներգոաբմեն է կոչվում, աշխատել քեզ վրա եւ առաջ գնալ, որպեսզի այն ինչ կատարվում է քո կյանքում, մղձավանջները, հա, որոնք քեզ այսպես ցավեցրել են, որը հետ չես կարող վերել, դա պետք է լիներ, թող լինի դա դաս, որ հաջորդ հարաբերություններում կլինի, դա կարող է ծնող լինել եւ այլ, չեմ ուզում այսպես քեզ կաշկանդել, որպեսզի քեզ մոտ ամեն ինչ դեպի լավը գնա, դու ունես լավ պերսպեկտիվա, հետագայում աճելու, զարգանալու, լավ մարդկանց հետ շփվելու եւ առաջ գնալու։ Շնորհավորում եմ քեզ Լիզա ջան։ Անցնենք առաջ սիրելի հետևորդներ։ Մի վարքյան սիրելի հետևորդներ։ Ահա։ Վերջ։ Տեսնենք ելով կա Ռոման 38 տարեկան։ Ահա։ Տեսնենք ով է Ռոման 38 տարեկանը, ինչ էներգիաներում է գտնվում։ Ռոման 38 տարեկանով է, ինչ էներգիաներում են ներկապային գտնվում։ Արկածախնդիր անձնավորություն եք դուք, ազատ բնավորության տեր, ինչ-որ տեղ միամիտ կամ փորձող, հիմարացնող, բայց ռիսկային եք նաև, էքսցենտրիկ պահվածքով անձնավորություն, ում կյանքում միգուցե շատ սխալներ եք արել, բայց այդպես էլ դա չի եղել, հա, միգուցե ձեր միամտությունից են օգտվել, միգուցե դուք եք խաբել, բայց ներկապահին սիրում եք ձեր ազատությունը, այսպես կարող եմ ասել, բավական ռիսկային անձնավորություն եք, ձեզ ինչ-որ զգուշացում է գալիս, ներկապահին Ուրանն է, հյուր եկել քեզ, տեսնում ես,
անկանխատեսելի անձնավորություն։ Եկեք հարցնենք, իսկ ինչու է անկանխատեսելի Ռոման 38 տարեկանը։ Քաոսային կարելի է ասել։ Սեր ունես մեքենայի հետ, բավականին դրայվ, հա, սենց։ Ռոման ջան, իսկ մի հատ տարօրինակ հարց տամ, դու վթարների ենթարկված կաս մեքենայի հետ։ Ներկա պահին քեզ տեսնում եմ ինչ-որ բան կանգնել է քեզ մոտ քո խելքից։ Կանգառ եմ տեսնում, որտեղ վերին ուժերը ինչ-որ զգուշացում են քեզ անում, դու պետք է բավականին զգուշ լինես։ Մեծ արքան է 2 դուրս եկել, որտեղ որ պետք է արդեն սկսես քայլերի տիրություն անել, տեսնում ես։ Շնորհակալ եմ։ Անդունդի եզրին ես։ Դասեր չես քաղում։ Միգուցե մեքենայի հետ կապված, վթարների հետ կապված շատ խնդիրներ ես ժամանակին ունեցել, բայց ինքդ կարելի է ասել հապճեմ մեկ ազատ եմ, ինչ ուզում եմ, դա էլ անում եմ, ոչ մեկից չպետք է ասի ինչ անեմ, հələ մանգալը չես թարգել, այսպես մի հետաքրքիր բան կարող եմ ասել, ինչ քեզ կարող է բավականին զարմացնել, հա, որովհետև ժամանակը չի, չես իր, որ պրետենզիաներ են քեզ ներկայացնում, հա, մարդիկ, եթե պրետենզիաներ ներկայացնեն կանհայտանաս այդպիսի ինչ-որ կանանց կյանքից, դրայվ ես սիրում, մեքենայի հետ սեր ունես, 7 թվի հետ ինչ կապ ունես, կխնդրեի գրեիր, 7 ընդհանրապես կապ ունի ինքը նաև մեքենայի հետ, իմ տարո արկամներով, արի տեսնենք ինչ է կատարվում ներկա պահին Ռոման 38 տարեկանի կյանքում, վատ չի, Կարոլ Միչեի, ստրատեգիա, ռազմավարություն, կամպյուտերների հետ կապ ունի, էլ ինչի, ինչ է կատարվում ներկայադրության քո կյանքում, տրամադրության մեկ անկում, մեկ լավ տրամադրություն ունեք, մեկ վատ տրամադրություն ունեք ներկա պահին, ես մի տարօրինակ հարց տամ ձեզ, դուք խաղամոլության հետ ինչ կապ ունեք, երևի շոկի մեջ եք, որ այսքան ինֆորմացիա եմ քաղում ձեզանից, դուք պետք է նայեք ձեր քայլերը, որովհետև ձեզ իրոք երրորդ արկանն է դուրս եկել զգուշացում, որովհետև կարող է կանգ առնել ձեզ մոտ ֆորտունայի հաջողությունը, դա կարմիչսկի է գալու, ստեղ այն ինչ հիմա ներկայդրությամբ միգուցե ցանկանում եք, որ ինչ-որ բան փոխվի, այստեղ կանգնել է ինչու, ձեզ մոտ հաջողությունը, որովհետև այստեղ խնդիր ունեք դուք պետք է այս խնդիրը լուծեք, էլ հիմարություններ չանեք, մեծ ժամացույց եմ տեսնում ձեր ձեռքին կամ ձախ կամ աջ, կլոր, ինչ-որ տեղում նստած եք, այստեղ նաև կարող է կապ ունենալ ստոմատոլոգիայի, ինչը կապված է փաստաթղթերի հետ, փաստաթղթային գործերի հետ, SMM-ի հետ, այն ինչ հիմա ես քեզ ներկայացնում եմ կամ ռույլի հետ, այսենց, հա, որ կարող եք այսպես սիրում եք վարել, կամ այսպես, կամ զատն եք տալիս, այտենց և այլը, բավական շատ հետաքրքիր է ձեր մոտ քարտերը ինձ ցույց տալիս և իմ աչքից ոչինչ չի վրիպում, եկեք հարցնենք ձեր հոգեվիճակը ներկա պահին, ինչ է կատարվում ներսում, Ռոման 38 տարեկանի, հա, արդարություն, այն ինչ կապ ունի արդարության, օրենքի, պատասխանատվության հետ, սա քեզ համար շատ կարևոր է, վատ չի, մի գեղեցիկ խոսքեր կա, չէ, որ սառն ես դատում, ռացիոնալ, այն ինչ ներսում հետ կատարվում է, էլ ինչի հետ է կապված, Ռոման 38 տարեկան, դա կապ ունի եռանկյունի հարաբերությունների հետ, միգուցե դուք ամուսնացած եք և այստեղ դուք կամ, եթե ամուսնացած չեք, այստեղ ձեզ մոտ, միգուցե ընտանիքում, հա, գնում է խոսակցություններ երկրորդ կամ երրորդ առկա անձերի մասին կամ ինչ-որ բան ձեր ներսում ներկա պահին պլանավորվում։ Այն
Այնքան էլ վատ չի ձեր հոգեվիճակը։ Արի տեսնենք։ Իսկ ինչպես կարող է այս հարցին լուծում տալ Ռոման։ Քո արտացոլանքի հետ դա կապ ունի։ Նայր ինքդ քո հանդեպ պետք է քո խիղճը նախ մաքուր լինի։ Հիմա ես կարդամ, լսիր քո հոգեվիճակի, հա։ Мне не важно, как видят меня другие, ведь важнее, что я думаю о себе я. Внутри себя я чувствую аромат цветов, запах моря, и как я бегу босиком по песку, собирая лучи солнца руками. Мои вопросы струятся по воздуху и источают жизнь. Я свечусь, мое тело ликует. Այո, որովհետև սա լիկավայց այդ քարտի մասին է խոսքը։ Տեսնում եք ինչպես է համընկնում։ Որտեղ հասանք։ Мое тело ликует. Մի րոպե, սիրելի հետևորդներ, կորցրեցի։ Я чувствую в себе вечную молодость и источник энергии, безумные идеи и творческий поток. Я чувствую в себе бурю страсти и стремление к самому лучшему. Я себя ни с кем не сравниваю, потому что смотрю только на себя, только в себя. Я для себя главный персонаж. Меня интересуют мои стихи, желания, идеи. Я так себя чувствую, ощущаю, и не важно, что думают обо мне другие. Ватчи. Ведь даже до тех, кому не созвучно, что-то во мне дойдет моя любовь. И свет, который идет изнутри, из самого сердца моей вселенной. То есть, դուք պետք է նայեք ձեր արտացոլանքին։ Ես ճիշտ էի, օքեյ, տեսնենք ինչ խորհուրդ են տալիս ձեզ ռունաները։ Ռոման 38 տարեկան։ Հիմար քարտի հետ կապված։ Միգուցե ձեզ դա շատ կօգնի ձեր կյանքում։ Այդպես էլ գիտեի, որ այս քարտն էր։ Ալգիսն է դուրս եկել։ Տեսնում եք, սա պաշտպանության հետ կապ ունի։ Ահա։ Քեզ պետք է որպեսզի դու հասկանաս, ալգիզը նաև կարմայի հետ կապ ունի, որովհետև ես բավականին շատ եմ ուսումնասիրել ռունաները, ինձ պետք չի, որ ես այստեղ նայեմ, ինչ է գրած, ինչ ոչ։ Ալգիզը նույն քարտն է, ինչ 12-րդ արկանը, զոհի քարտը, հա, կախված մարդը։ Այստեղ ալգիզը խոսում է այն մասին, դու առաջինը մարդկանց հետ հարաբերություններում պետք է լինես քո խիղճը քո հանդեպ պետք է մաքուր լինի։ Պետք չի զոզող խաղալ, հա, մարդկանց հետ, որպեսզի դու ստանաս այն, ինչ քեզ պետք է։ Եթե քեզ չեն գնահատում, փորձիր, գիտես ինչ անել, ինքդ քո ինքնագնահատականի վրա աշխատել, սա շատ կարևոր կլինի, եւ սովորել մարդկանց մերժել, ասել ոչ։ Սա շատ կարևոր կլինի ձեզ համար։ Հասկացաք։ Սա շատ ճիշտ կլինի։ Մի րոպե։ Եվ եղիր պատասխանատու ամեն հարցում։ Հասկացար։ Անցնենք առաջ, սիրելի հետևորդներ։ Տեսնենք ում հետ ենք աշխատելու։ Շնորհակալ եմ, սա ով է, Ռատնայա։ Իսկ դուք գրել եք ինձ Ռատնայա, ձեր անունը և տարիք։
այստեղ կա Անահիտ 42 տարեկան։ Okay։ Քարտերը հավաքենք։ Անահիտ 42 տարեկանով է, ինչ էներգիաներում է գտնվում։ Ով է Անահիտ 42 տարեկան է, ինչ էներգիաներում է գտնվում։ Ոյ, ես ինչ ես այսպես պաշտպանվում, Անահիտ։ Սիրում ես քո ասածին հասնել, մինչև վերջ, այ թե ով ես դու, և ինչ էներգիաներում ես գտնվում, փակված ես մարդկանցից, ներկա պահին։ Տեսնենք իսկ միգուցե խնդիրը անցյալի հետ է կապված, դրա համար էլ ցենց զգուշություն եմ տեսնում քո մոտ։ Լավ, այն ինչ կա ներկա պահին Անահիտ 42 տարեկանի կյանքում։ Մեկ լավ տրամադրություն է, մեկ վատ տրամադրություն է, բայց անընդհատ վազքերի մեջ ես, որովհետև Ֆորտունայի քարտը նաև как белка в колесе кружусь, да? Հա, անընդհատ ոնց որ շարժման մեջ ես, մեկ տրամադրությունը լավ է, մեկ տրամադրությունը վատ է։ Բայց փորձում ես ամեն ինչին թեթև նայել։ Էյլ, ինչ կա ներկա պահին Անահիտ 42-ի կյանքում։ Այստեղ լավ քարտեր են ինձ մոտ դուրս եկել, ինչը կապ ունի ուժի հետ, նոր ուժերի, քո համբերության հետ ներկա պահին և բալանսի բերելու էներգիաները դրա հետ։ Ինձ մոտ շատ տարօրինակ զգացողություններ կա քո հետ կապված հեռավար, հիմա որ ես զգում եմ քեզ, ես քեզ ուզում եմ հարց ուղղել, դու ինչ կապ ունես տատուաժների հետ, խնդրեի գրեիր ինձ, քո մաշկի վրա կա տատուաժ, թե սիրում ես տատուաժ անել կամ մասնագետ ես տատուաժի, սիրում ես ինչ-որ բաներ անել, խնդրեի գրեիր, հոգուտ ներսում տեսնենք ինչ կա, Անահիտ 42 տարեկան, շոկի մեջ եք հայերեն։ Ես քեզ տեսնում եմ մի քիչ լայն, թիկունքով, փոքր փորով, բայց ես քեզ փորիկ ունես, և ես քեզ տեսնում եմ բավականին համբերատար, որովհետև գիտես, ուժով հարց չեն լուծում։ Բավականին գեղեցիկ դիմագծեր ունես, հակում միստիկա, տարոքարտեր, թվագիտություն, աստրոլոգիա, ինչու չէ, երազահաններ, այստեղ ամեն ինչ։ Միգուցե սիրում ես ինչ-որ միստիկ բաներ նկարես, ինչու չէ։ Ինչ է կատարվում Անահիտ 42 տարեկանի սրտում։ Քամի, այն ինչ դու սենց պահում ես մեջդ, դաստիարակելով քո ուժին։ Հա, միգուցե պրովոկացիաներ են արել, ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտ, բարկացրել են քեզ և այլն։ Վստահություն չեմ տեսնում քո մոտ, ոնց որ կան մարդիկ շուրջդ, որ իրանց չես վստահում, պրովոկացիաների հետ էլ կապ ունեն։ Իսկ ինչպես կարող ես դու այս ամենին նայել։ Մեր աշակերտն է գրում։ Քեզանից հետո արդեն կավարտենք, որովհետև 20 րոպեից ես պետք է լինեմ իմ դպրոցում։ Իսկ ինչպես կարող ես դու դուրս գալ այս վիճակից, արի տեսնենք։ Այստեղ դիավոլն է դուրս եկել, ես քեզ խորհուրդ կտայի ոչ մեկին քո թակարդը չգցել, չդեգրադացնել, որովհետև դեգրադացման քարտ է, իմ խորհուրդը քեզ։ Այստեղ ամեն ինչ ճշտել, որովհետև պետք է քո խիղճը քո հանդեպ մաքուր լինի։ Գիտես ինչ, ռուսերեն են ասում, разоблачить коварных людей, այդ թե ինչ պետք է դու անես։ Разоблачить ոչ թե վրեժ լուծես, այլ դաս տաս այդպիսի մարդկանց,
կավառնի, հա, ովքեր որ քեզ փորձում են հունից հանել։ Okay, տեսնենք ներկա պահին քարտերը լավ խառնենք։ Այն ինչ որ ինչպես քեզ տեսնում են, հա, մետաֆորիկ քարտերը։ Անահիտ 42 տարեկան։ Օհո, բավական գեղեցիկ կազմվածք ունես, սիրուն կոնքերով։ Ես ասեցի, չէ, կառուցվածքը գեղեցիկ է։ Բարակ մեջքով։ Внутри меня источник энергии и силы, այո, պատահական չի, ուժի քարտը դուրս եկել։ И сексуальности։ Ես շատ բան էստեղ ցույց չեմ տա, հետո առանձին ինձ կգրես, ես քեզ ցույց կտամ ինչ է դուրս եկել, սա ցույց տալու բան չէ։ Именно сексуальность хранит в себе ключик, благодаря которому я получаю все ресурсы и энергию. Я ощущаю свою матку и всю мочеполовую систему и чувство, как здесь появляется тепло. Прямо сейчас в области матки растворяются все обиды. Какая ситуация с мамой принесла боль и слезы? Представляю, как эта ситуация вытягивается с помощью моей ладони и отправляю это в пространство для полного растворения. А теперь, папа, за что я обижена на отца? Вижу эту ситуацию, вытягиваю и отправляю в пространство до полного растворения. Այսինքն այստեղ մեզ կապ ունի քո կունդալինին, հա, էներգիան, որ դու քո ապիդաների հետ կարող է աշխատում ես։ На кого еще я храню обиду, что мне больно вспомнить? Вижу ситуацию, вытягиваю ладонью и отправляю в пространство до полного растворения. Я могу получать удовольствие ежесекундно, просто потому что я это себе позволяю. Я сексуальная, я красивая и манящая. Я принимаю удовольствие в свою жизнь. Եթե այսօրվա դրությամբ դու դա չես ընդունել քո կյանքում, դու դա պետք է հասկանաս։ Եվ խորհուրդ քեզ, եւ դա քեզ բավականին հետագայում շատ կօգնի։ Ապիդաների հետ աշխատել, հա, այն ինչ քեզ նեղացրել է փոքր ժամանակ։ Կարծում եմ Անահիտ ջան, դու ինձ լավ հասկացար։ Խորհուրդ ունաներից Անահիտ 42 տարեկանի համար։ Ուրուզը էներգիայի մասին է խոսք։ Դու ունես մեծ էլի ուժի քարտ է, հա, նպատակներ դիր գնա նպատակների։ Դու ունես մեծ ուժեր, որտեղ կարող ես նպատակներ դնել եւ քո նպատակներին հասնել։ Նաեւ ունես լավ պոտենցիալ, հա։ Եվ ես քեզ խորհուրդ կտայի հետևել նաև քո առողջությանը։ Հասկացար։ Աշխատիր քեզ վրա եւ ամեն ինչ քեզ մոտ դեպի լավ կգնա։ Նաև աշխատիր աբիդաներիդ վրա։ Լավ, մի փոքր ես քեզ ցույց տամ, որովհետեւ հետո շատ զբաղված կարող է լինեմ։ Տես ինչ գեղեցիկ քարտեր է դուրս եկել։ Կարծում եմ հասկացար։ Շնորհավորում եմ եւ այսքանով ավարտում եմ իմ աշխատանքը, սիրելի իմ հետևորդներ, կունենաք հարցեր, ես աշխատում եմ համադրված, ոչ թե այն հարցերը, ինչ է սպասվում ինձ ապագայում, ինչ ապագա կունենամ, ես դրանք հիմար հարցեր են, ինձ ավելի լուրջ հարցեր տվեք, որովհետեւ բավականին մեծ է իմ պրոֆեսիոնալիզմը իմ աշխատանքում եւ ես այդպեսի հիմար հարցերով, որ ինձ դիմում են, ես ընդհանրապես այդպիսի աշխատանքներ չեմ վերցնում, այստեղ հարցը դա չի, հա, գումարը, այլ իմ համար որակն է կարևոր լուրջ աշխատանքներ վերցնել եւ դրանք հասցնել իր նպատակին։
ինչի կապված է կարիերայի, ես արդեն թողել եմ, բոլորը տեղյակ եք եւ այլը, հա ես գրել եմ ամեն ինչ կապված է իմ նոր աշխատանքի հետ, որովհետեւ ես համադրված եմ աշխատում, աշխատելով ոչ միայն մեկ էներգիայի հետ, այլ 3 միանգամից էներգիայի հետ, որտեղ նաեւ ես ակտիվացնում եմ ռուննան իմ աշխատանքների ժամանակ, տալիս ձեզ բալանին, թվային եւ ասում թե իրավիճակը տարոյով, ինչպես դուք կարող եք փոխել, այդ թե ես ինչքանով կարող եմ տարբերվել մյուսներից, իսկ ընտրությունը ձերն է, հետհաշվարկը սկսված է եւ ցտեսություն ձեզ, կհանդիպենք հաջորդ իմ թողարկմանը, ցտեսություն։